Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալում Աննայի նախաձեռնությամբ տեղի է ունենում բախում, որ վաղ թե ուշ անխուսափելի էր։ Խոսակցությունը, ինչպես եւ սպասվում էր, վերածվում է մեղադրանքների ու անզիջում հակասությունների։ Աննան հստակ ասում է, հենց Միքայելի անպատրելիության զգացողությունն է, որ դարձել է այս բոլոր տարիների ողբերգության սկիզբն ու հիմքը։ Բայց Միքայելը այդ բոլոր խոսքերին ի պատասխան ոչ միայն չի զղջում, այլև խոստովանում է, որ իր քայլերը անհրաժեշտ են եղել։ Ինչպես նաև ավելացնում է, որ ամեն ինչ դեռ առջևում է։ Նույն ժամերին Արամը մոր մեջ ինչ-որ լուսավորություն գտնելու վերջին հույսով փորձում է համոզել նրան բուժում ստանալ։ Սկզբում թվում է, թե Լիլիթը համաձայնում է, բայց ճանապարհին մեքենայում նա սկսում է կասկածել։ Մի ակնթարթում նրա խելագարությունն ուժ գնանում է։ Նա գիտակցում է, որ իրեն տանելու են փակ հաստատություն ու ներսում բարձրանում է մոլագարության ալիքը։ Լիլիթը փախչում է մեքենայից։ Մթության մեջ գտնում իր միակ դաշնակցին՝ Միքայելին։ Միքայելի աշխատավայրում Լիլիթը ներկայացնում է իր առաջարկը՝ Սոսի կյանքը փոխանակել իրեն ապաստան տրամադրելու հետ։ Միքայելը սառնասրտորեն գնահատելով իրավիճակը ընդունում է, որ Սոսի գոյությունը իր համար արժեք չունի, բայց նա չի համաձայնում սպանությանը, պատճառաբանելով, որ Հենրին կարիք ունի հորից մարդկային կողմ տեսնելու, եւ չնայած այդ ամենին, նա որոշում է աջակցել Լիլիթին, նրան ապահովելով ժամանակավոր թաքստոց։ Մինչ այդ ավագի տան պատերը կրում են լռության փոխված լարումը, նրա խանդը թաքցնել չի լինում։ Նա բացահայտ վիրավորվում է, որ Անգելինան դժվարության պահին դիմել է Սոսին։ Այդ խանդը վերածվում է ցասման, նա վիրավորում է Սոսին ու կտրուկ պահանջում, որ դուստրը հեռանա տանից։ Բայց Անգելինան, չնայած այս հարվածին, մնում է ամուր ու չի հեռանում։ Նա այս պահին գիտի, որ բոլոր ճանապարհները խաչվում են այնտեղ, որտեղ ինքը պետք է պաշտպանի ոչ միայն իրեն, այլ նաև իր դեռ չծնված երեխային։ Անցնում են օրեր, տևական ժամանակ, Անգելինան գնում է հիվանդանոց, Աննայի մոտ։ Նրան սպասում է կարևոր բացահայտում, նա իմանում է երեխայի սեռը։ Լրանում է հղիության կարևորագույն փուլը, իսկ դրա ֆոնին մոտենում է Անգելինայի ծննդյան տարեդարձը։ Տոնակատարությունը կազմակերպվում է ռեստորանում, հարազատների ներկայությամբ։ Բացի մեկից՝ Հենրիից։ Նրա բացակայությունը խորը ցավ է պատճառում Անգելինային։ Ծննդյան օրը, որը պիտի լիներ հույսի օր, դառնում է ներսում ոտսկլտացող խառը զգացմունքների պահ։ Եվ ահա, այն ժամանակ, երբ նա դուրս է գալիս ռեստորանի բակ, մի փոքր հանգստանալու ու օդ շնչելու, մի մեքենա է կանգնում։ Մեքենայի ղեկին Միքայելն է։ Նրա տեսքը միաժամանակ տարօրինակ եւ սպասված է։ Նա փորձում է վերահսկել իրավիճակը, պահանջելով, որ Անգելինան նստի իր մեքենան։ Նրա նպատակն է ստիպել Անգելինային գնալ Հենրիի մոտ, խաղաղություն հաստատելու համար։ Բայց նրա ներսում վերապրում են բոլորովին այլ շարժառիթներ։ Նա չի թողնում իր վերահսկողության թելը կտրվի։ Մինչ Անգելինան կանգնած է մեքենայի առաջ, ներքին կռիվը նրա ներսում հասնում է ամենավճռական կետին։ Գնալ Հենրիի մոտ ստիպված կերպով, թե վերջապես սեփական որոշում կայացնել անկախ ճնշումներից։ Այժմ որոշումը միայն Անգելինայինն է։ Եվ հենց այդ պահին որոշվում է նաև ապագան։ Ի դեպ, նշենք, որ այսօր կայացել է վերջին սերիայի նկարահանումները, իսկ Մերիի կերպարը մարմնավորող Աիդա Կարապետյանն արդեն ավարտել է իր նկարահանումները։ Հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով, արդյոք Անգելինան կնստի Միքայելի մեքենան ու կգնա Հենրիի մոտ։ Գրեք մեկնաբանություն։